Դիադելա գալու խորած։ Արսե։ Մենայ։ Հաճախ էր զանգում։ Ինձ հետ չէր խոսում պատերազմից։ Պապայի հետ էր խոսում, ասում էր՝ «Մամա, ինչ ասես»։ Մամա, ինչ չասես ոչ մի բան, այսքան տանկ եմ խփել, չեզոք գոտի եմ մտել, տոս եմ խփել, բայց մամա ինչ չասես, հանկարծ մամաս այդ մասին չիմանա։ Օտպուսկ էր եկել Լենինականից, որ արդեն պիտի գնար Հադրութ։ Երևի մի սուտ չասեմ, երևի մի 6 ժամ նստեց պապիկի կողքը, պատմեց ֆագոտից։ Անվերջանալի ֆագոտից էր պատմում, տետրերը բացեց, պապիկին պատմեց, ասեց, կարդաց, անվերջ պատմեց այդ ֆագոտից, ասեմ Դավիթ ջան, դե ինքը սերժանտի կոչումով եկավ արդեն Լենինականից, ասեմ Դավիթ ջան, այնքան ես տարվեք ու այդ ֆագոտով, ասեց Գանձս, գիտես ինչ զենք ա, դու խաբար չես, հետո պապիկը հարցրեց, ասեց Դավիթ ջան, այդ զենքը բա այդ զենքի այդ պատրոնները դուք կարում եք կրակեք, ասես չէ պապիկ ինքը շատ թանկ ա, մենք եթե Աստված չանի պատերազմը լինի, մենք պահում ենք այդ նեղորերի համար պատերազմում մենակ կարանք կրակենք, բայց ընդեղից որ զանգեց ես հարցրեցի Դավիթ ջան, բա ես մի օր ականջի պոչով լսեցի, որ դու պապիկին պատմում էիր, որ այդքան թանկ ա, այդ զենքը ասեց մամ կա, լիքն ա, հանկարծ մեզ համար չանհանգստանաք, չմտածեք, չնեղվեք, կա, լիքն ա, մենք ոչ մի բանի կարիք ստեղ չունենք, ինքը չի դժգոհ է, պատերազմի դաշտից էլ ինքը նենց էր խոսում, ոնց որ տան մեջ ելներ, այնքան արխային էի ես Դավիթի վրա, երբեք չէի մտածում Դավիթի մասին այդ ճակատագրին, երբեք չէի մտածում, այնքան վստահ էի ես Դավիթի վրա, ասում է ինքը շատ զգուշ, ինքը գիտեր որտեղ ինչ էր անում, ինքը երբեք չէր սխալվում։ Վերջին անգամ ես խոսել եմ ամսի 8-ին Դավիթիս հետ։ Ամսի 5-ին ծնունդն էր, 20-ամյակներ։ Հոկտեմբերի 5-ին ճիշտն ասած սպասում էի, դե ես չէի զանգում, ասում էի թող չզանգեմ, չխանգարեմ տղաս կրակի բերանա, թող ես չզանգեմ, երբ իրան հարմար կլինի, թող ինքը զանգի, ես գիտակցված չեմ զանգե տղայիս։ Ինքն էր զանգում, ամսի 6-ին նոր զանգեց, ասեցի Դավիթ ջան, բա երեկ քո ծնունդն էր, չզանգեցիր որ շնորհավորեմ, 20-ամյակդ այդ որտեղ նշեցիր, ասեց Գանձս, գիտես ոնց եմ նշել, տղերքովն ես ծնունդ ենք արել իրիկունը, շատ լավ ծնունդ ենք նշել, չմտածես հանկարծ։ Մեկ էլ զանգել ամսի 8-ին, վերջին անգամ 8-ին եմ խոսել։ Ասեց այսօր այնքան հարմար է, այնքան հանգիստ է, խաղաղ ենք, խոսեց, մի կուշտ խոսացինք, այնքան հարցեր տվեց բոլորից, հետո ասեց այ Գանձես, բայց ուզում եմ ապերի հետ էլ խոսեմ, քույրիկի հետ էլ խոսեմ, այսօր ուզում եմ բոլորի հետ խոսեմ, ասում զանգի խոսա Դավիթ ջան, զանգել էր, բոլորի հետ խոսել էր, քրոջը, Փեսային, հետո մի օր էլ այս ամսի 8-ի օրն էր, ասեց, այ Գանձես դուք ընդեղ եք, այս հեռուստացույցով ինչ են ասում, այս անտեր պատերազմին վերջ չկա, ախր այս տղաները վերջացան, էլ զինվոր չմնաց, էլ տղա չմնաց, ախր ափսոս են այս տղաները, այս ասեց, այսքան ասեց, ասեմ, ոյ Դավիթ ջան, ճիշտն ասած, ոչ մի բան չեն ասում այդ պատերազմի ավարտի մասին, ասած ես էլ մտածում եմ դուք ընդեղ բան կիմանաք, ասում չէ Դավիթ ջան, մենք էլ բան չգիտենք։ Ամսի 9-ին չզանգեց Դավիթը, ես չնեղվեցի ամսի 9-ին, որտեվ ինքը ասում էր մի օր որ չզանգեմ, չնեղվես Գանձս, հաջորդ օրը կզանգեմ։ 10-ին սպասում էի արդեն, պիտի ամսի 10-ին ինքը զանգեր, եթե ինձ զանգել էր 8-ին, ես էլ 9-ին այդքան էլ չսպասեցի, ասեցի Դավիթս օրու մեջով ա զանգում պատերազմի դաշտից։ Չզանգեց ամսի 10-ին, եկավ ամսի 11-ի առավոտը, ես էլի սովորականի պես հագնվեցի, գործի գնացի։ Ինձ մի տեսակ է, առավոտն եղավ, ես գիշերը երազ տեսա։ Ես երազ տեսա իմ Դավիթին հետ մահու պարգևատրում են։ Հելա առավոտը շատ անհանգիստ գնացի գործի, բայց ասեցի, չէ, Դավիթը շատ ուշադիր, շատ զգուշ տղա է, ես չեմ կասկածում, ես չեմ սպասում Դավիթիցս ոչ մի բան։ Որ գնացի գործի այդ օրը ոչ մեկ ինձ չզանգեց, ես արդեն անհանգստացա։ Զանգեցի քույրիկներիս չվերցրին։
Եսուս հելա, պայուսակս վերցրի, գնացի բժշկիս, ասեցի, ես տուն եմ գնում, ասեցին, չես տուն գնում, Լյուդա, ասի, ես մի տեսակ եմ, անհանգիստ եմ, Դավիթս արդեն 3-րդ օրնա չի զանգել, դու մի ասա արդեն հիվանդանոցում ա Դավիթս, բերել են մեր մորգը, մեր գլխավորն իմացել ա, եկել ա մեր բաժնի աղջիկներին, բոլորին հավաքել ա, աշխատողներին, բժիշկներին ասել ա, չգիտեմ Լյուդային ոնց եք ասում, ինչ եք ասում, Դավիթն ա զոհվել, բերել են մորգը, ես որ վերցրեցի արդեն պայուսակս, որ դուրս գամ, բոլոր բաժինը ամբողջ բժիշկներով, բուժքույրերով հետևիցս վազեցին, Լյուդա, օր, ասեցի, տուն եմ գնում, մի տեսակ եմ, անհանգիստ եմ, տուն եմ գնում, չեմ կարում աշխատեմ։ Իջան հետս ներքև առաջարկ, շտապ օգնությունը վերցրեցին ինձ, տուն բերեցին, հետո որ արդեն շտապ օգնությունը վերցրեցին, բոլորն ինձ հետ տուն եկան, ես արդեն սկսեցի ավելի շատ անհանգստանալ, աղջիկներին ասին, Լյուդա, մի նեղվի, վիրավորվել ա ընդամենը Դավիթը, հիվանդանոցում հիմա վիրահատում են, էլի հավատացի, անընդհատ մտածում էի, որ կարող է վատ բան այել է, մի տեսակ խիստ ուշադրություն ա կողքերս, հետո որ արդեն քույրիկներս լացել ա ու դռնից մտան, էլի իմացա, որ Դավիթի սա բան եղել։ Դա տենց ջիգարով տա, դա տենց մայրասեր տա, ես չեմ պատկերացնում, որ կարող ա Այտենց տղածանվի մայրասեր, շատ սմով վերեցի մեծ տարիքում, շատ կապվեցի Դավիթի հետ, հունվարի 10-ին պիտի գար, 90 օր էր մնում, մենք օրերն էինք արդեն հաշվում Դավիթիս հետ, մի հատ նկար էր ճամփե վերջում, տակը գրել էր մնացածը, տես նստած, ձեռքը ձեզ դրած ամբողջ, բոյով նկար էր, ճամփել էր ինձ, տակը գրել էր մնացածը, Զանգեցի Դավիթ ջանը, չես գրե մնացած ասես, դե գանձս դրա մեջ ենքան միտք կա, դու հələ շատ պիտի մտածես, որ իմանաս ես չեմ գրե մնացածը, դրա մեջ շատ բան կա այդ մտքերի մեջ, գրել էր մնացածը,